Ես երբևիցե չեմ կարծել, նույնիսկ մինչև 20 թվականը, որ Ալիևի հայտարարությունների հասցեատերը միայն ներքին լսարանն է, դա այդպես չէ։ Իհարկե արտաքին լսարանին էլ ուղղված, մեզ էլ ուղղված, այստեղ շատ են հարցերը, միանշանակ պատասխան չկա, կարող են լինել վարկածներ։ Ես կարծում եմ, որ Ալիևը պլան B է պահում։ Ինքը չգիտի վաղը ինչ կարող է լինել, եւ ոչ մեկ չգիտի ինչ կարող է լինել, այսօրվա աշխարհը շատ դինամիկ է, փոփոխությունները շատ դինամիկ են։ Եվ ինքը իրականում ես կարծում եմ, որ որպես պլան B պահում է այն տարբերակը, որ կարող է եւ այս ամենը իրականություն չդառնա այն, ինչ որ ստորագրվել է Վաշինգտոնում, իսկ դրա համար իրեն պետք է այդ պահեստային ճանապարհ, իսկ պահեստային ճանապարհը նախկին հռետորաբանությունն է։ Հիմա ինքը փորձում է այդ պլան B-ն պահպանել եւ ցույց տալ բոլորին, այդ թվում նաեւ մեզ, որ ինքը դեռ, այսպես ասած, քարեր ունի, հա, ծոցում, որը կարող է պետք եկած պահին նետել մեզ վրա։ Մոտավորապես այսպես, հակառակ դեպքում այդ հայտարարությունները անտրամաբանական են, որովհետև եթե դու գնում ես մի ճանապարհով, որը որ ստորագրել ես, որի տակ ստորագրել ես, դա խաղաղության ճանապարհն է, այդպիսի հայտարարությունները կյանքի իրավունք չունեն։